приходят и уходят поезда. Опять встают и засыпают города. Тебя не знаю я, еще не знаю я, мы не встречались. Այսպես արդեն 50 տարի Ռոզա Ռիմբաևան երգում է Առնո Բաբաջանյանի հատուկ իր համար գրված ստեղծագործությունը Ազարենյան։ 50 տարի անց առաջին անգամ հեղինակի հայրենիքում Հայաստանում։ Тебя не знаю я, еще не знаю я, мы не встречались никак, как будто встреча. Կարծես հանդիպում անհայտության առաջին սիրո հետ, այսպիսի զգացմունքներ է արտահայտում այս երգը, շատ հաջող, շատ գեղեցիկ երգ է։ Ես 77 թվականին հաղթեցի մի մրցույթում, մեկ ամսից պիտի գնայի Լեհաստան նորից ներկայացնելու Սովետական միությունը։ Ինձ երկրորդ երգն էր պետք, մեր կենտրոնական հեռուստատեսությունն ուղարկեց ինձ Առնո Բաբաջանյանի մոտ, իր տուն։ Նա ասաց, ձեր ձայնն ու ձեր երիտասարդությունը հաշվի առնելով, այսպիսին է լինելու երգը։ С расчетом на ваш голос, на вашу молодость. Երգը երկրից երկիր բեմից բեմ անցնելուց հետո այսօր հնչելու է Երևանում ապրիլի 18-ից մեկնարկած Ղազախստանի մշակութային օրերի շրջանակում։ Ղազախստանի ժողովրդական արտիստ Ռոզա Ռիմբաևան ելույթ է ունենալու Ղազախստանի արվեստաց վարպետների գալա համերգի շրջանակում։ Ղազախ արտիստների հետ համերգին մասնակցելու են նաև Հայաստանի Պարի պետական անսամբլն ու Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը։ Գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան։ Կային մի քանի երգչուհիներ, եթե վերցնենք երգչուհիներին, որոնց վրա խարսխվում էր սովետական էստրադան։ Եվ ինձ համար Ալլա Պուգաչովան առաջինը չի։ Ռոզա Ռիմբաևայի, Զարա Տոնիկյանի, Ռայսա Մկրտչյանի պես երգչուհիները, դրանք եւ Սոֆի Ռոտարուն իհարկե։ Դրանք շատ լուրջ դեր խաղացին սովետական էստրադայի երաժշտության մեջ։ Հաշվի առնելով, որ արդեն 50 տարի երգում է Ռոզա Ռիմբաևան, գերազանց վիճակում է եւ մենք շատ ուրախ ենք, որ այսօր նա եկել է առաջի անգամ Հայաստան։ Ղազախական կուլտուրայի օրեր են եւ դիմել են, որ մեր նվագախմբի բազայի վրա ուրեմն հավաքենք մի քիչ ավելի մեծ նվագախումբ։ Շատ լավ դիրիժոր է եկել Ղազախստանից, որը պարապում է հիմա խմբի հետ։ Մշակութային այս փոխանակումը հերթական ապացույցն է, որ երաժշտությունը կարող է անխոչնդոտ հատել բոլոր սահմանները, ասում է Ռիմբաևան։ Այսօր էլ ղազախ երգիչներն իրենց երգացանկում ներառում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Ну, армянских композиторов не знать невозможно, ну как не знать. Հայ կոմպոզիտորներին չիմանալ հնարավոր չէ։ Դե ինչպես չիմանանք Արամ Խաչատրյանին, Միքայել Թարիվերդիևին, Առնո Բաբաջանյանին, Ժան Թաթլյանին։ Վերջերս մենք հանդիպեցինք, դե արդեն մեծ է, ասում եմ, գիտեք փոքր ժամանակ ձեր ձայնագրություններն էի գնում, ձեր երգերն էի լսում։ Он уже старенький. И я говорю, вы знаете, я в детстве покупала ваши пластинки и слушала ваши песни. Նույն կերպ Հայաստանի հանրային ռադիոն խնամքով պահպանել է ղազախական մշակույթի նմուշները։ Ռադիոյի ձայնադարանի թվայնացման ղեկավար Արթուր Իսպիրյանի ձեռքին հայտնի երգի առաջին ձայնագրությունն է։ Ռադիո այցելած Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Այդա Բալաևային ցույց է տալիս նաեւ ղազախ ստեղծագործողի աշխատանքը նվիրված 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Հետաքրքիր մի ձայնագրություն կտա Եֆիմ Ադլերի ղազախ հանրահայտ կոմպոզիտոր Եֆիմ Ադլերի ձայնագրությունն նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերին։ Եվ սա ձայնագրվել է Մոսկվայում, իսկ դիրիժորն է մեր հանրահայտ հայ դիրիժոր Էմին Խաչատրյանը։ Тебя не знаю я, еще не знаю я.
Սա միայն երաժշտական արխիվ չէ, կենթանի հիշողություն է մեր մշակութային պատմության ձայնը, որը Ղազախստանի սահմաններից դուրս արձագանք է գտնում մարդկանց սրտերում։ Ավելի ուշ իր տպավորություններն այսպես է արտահայտել Ղազախստանի մշակույթի նախարարը։ Սահման չճանաչող մշակույթով մարդկանց սրտերը ջերմացնելու վստահ որոշմամբ ղազախ ստեղծագործողները սպասում են գալա համերգին։ Իսկ ղազախ ժողովուրդը հայկական մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունեցել է 2024-ի հոկտեմբերին Աստանայում, Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Արուսյակ Կապուկչյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։